Իսկ դուք գիտեք, որ «Սատանան նախընտրում է Պրադա» ֆիլմի առաջին մասը նկարահանվել է դեռ 2006 թվականին։ Պատկերացնում եք, անցել է գրեթե 20 տարի, բայց Միրանդա Փրիսլին կարծես ընդհանրապես չի փոխվել։ Այսօր եկել եմ դիտելու ֆիլմի երկրորդ մասը, եւ անկեղծ ասած, սպասելիքները շատ մեծ են։ Շատ հետաքրքիր է տեսնել, թե ինչպես են փոխվել մեր սիրելի հերոսները։ Բայց մինչ երկրորդ մասին անցնելը, եկեք մի փոքր վերհիշենք առաջին ֆիլմի ավարտը։ Եթե հիշում եք, Անդրեան վերջապես թողնում է Runway ամսագիրը եւ սկսում աշխատել իր երազանքի ուղղությամբ որպես լրագրող։ Սակայն երկրորդ մասում ամեն ինչ այդքան էլ հարթ չի ընթանում։ Նրանց ողջ անձնակազմը կորցնում է աշխատանքը, իսկ Միրանդայի անվան շուրջ մեծ սկանդալ է հասունանում։ Եվ հենց այդ պահին Անդրեան կրկին հայտնվում է նրա կյանքում արդեն ավելի ուժեղ եւ կայացած կերպարով։ Այս ընթացքում Էմիլին եւս մեծ փոփոխությունների է ենթարկվել։ Նա այլևս չի աշխատում Միրանդայի հետ եւ այժմ համագործակցում է Dior-ի հետ։ Ասեմ ավելին, նրա ազդեցիկ սիրեցյալը պատրաստվում է գնել Runway ամսագիրը, որպեսզի Էմիլին զբաղեցնի Միրանդայի տեղը։ Բայց արդյոք նրանց ծրագիրը կստացվի, թե Անդրեանը այս անգամ էլ կփոխի ամեն ինչ վերջին պահին։ Դա արդեն կիմանաք ֆիլմը դիտելով։ Ես այն գնահատում եմ 10-ից 8։ Ֆիլմը շատ մոտիվացնող է։ Պարզապես մի փոքր պակասում էր այն կախարդանքը, որը առկա էր ֆիլմի առաջին մասում։ Իսկ դուք արդեն դիտել եք ֆիլմը։ Կիսվեք ձեր կարծիքով մեկնաբանություններում։ Ձեզ հետ է Յանիկան։ Բայ բայ։